Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վերջին տարիներին միշտ ինչ-որ տերմիններ կամ նշանակություններ կան, որոնք դեֆորմացված ընկալում ունեն, հա, հասարակության մոտ։ Նախ այս իշխանությունների շնորհիվ հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել մարդիկ անգամ խոհանոցներում դելիմիտացիա, դեմարկացիա, որ ընդհանրապես պիտի չքննարկին, դա իշխանության անելիքն էր։ Մյուս կողմից մարդիկ հիմա դելիմիտացիա եւ դեմարկացիա անցալում են այսպես. Ադրբեջանը ուզում է, մենք տալիս ենք։ Ադրբեջանը ուզում է, մենք տալիս ենք։ Տավուշի մարզում այդպիսի դելիմիտացիա, դեմարկացիա, շաքերտներում են վերցնել եւ հիմա ասում են էլի պիտի Տավուշի մարզում լինի, չնայած իշխանությունների պնդումներին, որ այ մենք տալիս ենք, հետո իրենք կտանեն ինչ որ մեզ է պատկանում, ըստ սովետական քարտեզների դա տեղի չունեցավ։ Նա պատմում է, որ էլի մենք պիտի տանք։ Եվ ժողովուրդը չի սխալվում, երբ այդ տերմինը իշխանությունների շնորհիվ նման կերպ է ընկալում։ Դուք ինչպես եք այս հարցի լուծումը տեսնում, հաշվի առնելով այն, որ այնուամենայնիվ անկախ հանգամանքից ովքեր են մեղավոր, ով ինչ արեց, ով ինչ չարեց, մենք պատերազմում պարտվել ենք եւ Ադրբեջանի դիրքերը ավելի ամուր են եւ Ադրբեջանը այս հարցերը առաջ է բերել։ Ենթադրենք իշխանություն է փոխվում, բայց Ադրբեջանը իր պահանջները շարունակում է պահպանել, որ ես այսպես եմ պատկերացնում դեպի։ Եթե իշխանությունը փոխվի եւ շարունակի նույն քաղաքականությունը, նույն արդյունքն է։ Մենք միջև այսօր ինչ պետք է անել, որ նույնիսկ այս պահը ինչ խոսում ենք, մենք պետք է մեր կշիռը մեծացնենք։ Եթե քո կշիռը չմեծանա, նույնն արինը։ Իսկ կշիռը մեծացնելը ես ուղղակի տարբերակները ասացի որն է։ Առաջինը ներսում արդյունավետ կառավարում, տնտեսական զարգացում, բանակի վերականգնում։ Ես ընտրությունների ժամանակ ասում եմ, որ 3-5 տարի ապետ բանակը վերականգնել։ Հիմա 4 տարի անցել է։ Ինչ արի, ոչինչ։ Հենց դու քեզանից մի բան ես ներկայացնում եւ դու նաեւ գործընկեր ես ունենում, որը քեզ վստահում է եւ որը կշիռը ավելացնում ընդհանրապես քեզ այս տարածաշրջանում, քո խոսքը ավելի ծանր է։ Դու ի վիճակի ես լինում քո շահերը ավելի հետևական հետապնդել։ Հիմա դա չկա։ Հիմա աշխարհակաղակական որփի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել։ Հիմա որփերը ոնց պիտի հարցը լուծեն։ Լավ, մենք բարձ կյանք վերցնենք։ Դու շրջապատ ունես ձեր փողոցում, կոպիտ ասած, մենք ընդհանրապես չունի ոչ մեկի հետ ոչ ընկերությունը անում, ոչ բարեկամությունը անում, ոչ բան անում։ Որ նեղն անգամ կողքին մարդ չկա։ Նա մոտավորապես նույն բանը, նույն վիճակը դու բեր միջպետական հարաբերություններ։ Այդ ՆԱՏՕ-ն ինչի համար են ստեղծել, այդքան պետություններ ինչի համար են եկել։ Իրար ինչի համար են աջակցում։ Ուրեմն ինչ-որ շահեր ունեն, չէ՞, հաշվարկում են, կամ նույն ՀԱՊԿ-ը ինչի համար է ստեղծել։ Կենտրոնական Ասիայի երկրները ինչի համար մտել ՀԱՊԿ-ի մեջ ժամանակ։ Որովհետև Աֆղանիստանից վտանգը իսկապես մեծ էր այն ժամանակ։ Սահմանային միջադեպերը շատ էին։ Եվ իրենք փորձել են չեզոքացնել ՀԱՊԿ-ի անդամ լինելով։ Հիմա այդպես է աշխատում, ասենք միջազգային հարաբերությունները։ Հիմա մենք ուզում ենք իսկապես այդ որփի աշխարհակաղակական կարգավիճակով խնդրելով ինչ որ հարցեր լուծել, չի լուծում։ Միշտ նման կարգի կարգավիճակում քո հաշվին է հարցերը լուծվելու։ Դու մենյուի մեջ ես, դու սեղանի շուրջ ես։ Այսօր Հայաստանը մենյուի մեջ է։ Հեսա է պետք փոխել։